1861 թվականին գրող Միքայել Նալբանդյանը մեկնել էր Հնդկաստան, որտեղ Կալկաթայից հայ մեծահարուստ Մասե Բաբաջանյանը կտակ էր թողել, ըստ որի իր մահից հետո հսկայական հարստությունը պիտի փոխանցվեր նոր Նախիջևանի հայությանը եւ Միքայել Նալբանդյանը պետք է օրինականացներ այլ գումարների փոխանցումը։ Այդ օրերին Նալբանդյանը իր միջոցներով գնում էր Ռնգեղջյուր եւ ցանկանում էր այդ կենդանին նվիրել Մոսկվայի նորաբաց կենդանաբանական այգուն։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ կենդանին Մոսկվա է հասնում 2 տարի անց։ Շատ պատմություններ կան, որ կենդանին բերել են նավով, հատուկ պատրաստված վանդակով։ Ականատեսները պատմում են, որ կենդանին շատ էր հոգնել երկար ճանապարհից։ Ասում են նաև, որ վանդակի վրա մի ցուցանակ են փակցրել, որի վրա մեծ տառերով գրված էր Հնդկաստանի Ռնգեղջյուր նոր Նախիջևանի հասարակության կողմից Միքայել Նալբանդյանի նախաձեռնությամբ ու աշխատանքով։ Ռնգեղջյուրը հանձնվել է մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևին։ Նալբանդյանն անձամբ հանձնել չէր կարող, քանի որ այդ ժամանակ արդեն կալանավորված էր Պետրոպավլովյան ամրոցում։ Հնդկաստանում կենդանուն կոչել էին Սեմիրամիդ, իսկ խնամակալը նրան հետո անվանեց Մոնկա կամ Մոնիա։ Այդ հսկայամարմին կենդանին ապրեց մինչև 1889 թվականը։ 28 տարեկան էր, երբ սատկեց։ Այսօր էլ այդ կենդանու խրտվիլակը ցուցադրվում է Մոսկվայի կենդանաբանական թանգարանում։ Սիրելի հետևորդներ, բաժանորդագրվեք մեր Facebook-յան եւ YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հաղորդումները։